2018 թվական դուք մերժեցիք հորս, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին, չգնահատեցիք նրան, նրա արած այս երկրի համար, թողեցիք նրան մենակ, անգամ մոտ ընկերները դավաճանեցին նրան։ Արդյունքում մենք ունեցանք թույլ բանակ, զրկվեցինք հզոր գեներալներից և բանակին արժանի հրամանատարներից։ 2023 թվական մենք կորցրեցինք Արցախը, այն Արցախը, որի վրա մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների արյունն է թափված, այն Արցախը, որի ազատագրմանը մասնակցել է հայրս։ 2025 թվական Նիկոլի հրամանով դուք մերժում եք վեհափառ Հայրապետին, չտեսնելով ձեր մեղքերը, մեղադրում եք նրան ու փնովում, դավաճանում եք ձեր Աստծուն ու ձեր հավատքին, գնում եք դավանափոխության, դարձի եկեք, քանի դեռ կա ժամանակ, թե չէ բախվելու եք նրան, որ Նիկոլը ձեզնից խլելու է ձեր հավատքը։ Կիրառում է նույն մեխանիզմը, ինչ 2018 թվականին, տեսահոլովակներով շոու սարքել և ասել ինչ անում եմ ձեր համար եմ անում, իսկ հետո հետևանքները բարդում է ձեր վրա և ասում է դուք ուզեցիք, քայլ անելուց առաջ մտածեք ձեր վաղվա օրվա մասին։